Փաշինյանն ապրիլի 1-ից թոշակները բարձրացրեց մինչև 10,000 դրամով։ Ինչ եք կարծում, դա ինչ-որ կապ ունի գալիք ընտրությունների հետ։ Ո՞չ չունի։ Էսի հենց 10,000 դրամը թոշակի որ բարձր է, էսի հենց ընտրակ կաշառք է։ Ես պարյամու ասում եմ, դու սողնել ես։ Էսի ընտրակ կաշառք է հենց։ Ես որ ասում եմ, բանը քույրերի այդ բժիշկների փողը բարձրացնում եմ, դա սա ընտրակ կաշառք են։ Խափում են այս ժողովրդի, որ ձեներ գցեն նորից, իրանք մտ էսա բյուջեն թո դատրգվի։ Հուլիս ամսին կասեմ, թոշակներ կասեն չկա, կրճատում են, всё։ Ամենիշ բարձր է, թանկցել է։ Ահավոր վիճակ է։ Եթե երևի իր համար դա բարձրացրել է, որ իրան ընտրեն։ Բաց չունի։ Դա միջև այդ ինչի՞ չէ բարձրացուցել։ Իսկ ինչ ա ուզում դրանով ասի, ինչի հենց հիմա բարձրացրեց։ Բարձրացուցել սա ցեն տվեք ընձելի։ Այո, կապ ունի, ո՞նց ունի։ Առաջ ասում են 10,000 տալիս են ընտրակաշառքի, մի ինքը սաղն է բաժանեց արդեն թոշակառուներին, որ դրանով չհասկնեմ էդի։ Այո, թոշակառու եմ, բայց այդ թոշակով իմ մատի փուշը նա կհանի, ոչ քուրես։ 10,000 դրամով ինչ պետք է ինձ ավելացնի։ Ջրի, գազի, հոսանքի, այդ 10,000 դրամը իմ մատից փուշ կանի, ոչ։ Ահա, թոշակառու կինա, լեյրեն հարցնեք, տեսեք ինչ կասին նա դες։ Ինչ իմանամ։ Երևի, որ բարձրացել են, ձունել դարձել 100 դրամ։ Իմաստը ո՞րն է դրա։ Ինչքան ա բարձրացել ձեր թոշակը։ 3700։ Ասում եմ մինչև 10,000 բարձրացնելու են։ Ինձ 10,000 չեն տված, ես չգիտեմ։ Այդ խաբեությունը, այդ թոշակի թուլապը, որ գցել են, դա խաբեություն աղջիկը։ Ես կարամ տնտեսագիտական լեզվով այդ ամեն ինչը հիմնավորել։ Մի խորհուրդ գնա դու արա իմ ասածը։ 600,000 թոշակառու կա, գնա բազմապատկի 10,000-ով գումարը որ ստանաս համադրի հնարավոր օպերացիաների քանակի արժեքի հետ։ Նոր կտենաս որ թուլապը գցելա որ խափի։ Ինչի՞ մա բարձրացած գալիք ընտրության հետ կապ ունի։ Անպայման բաց։ Բայց ինչի նգուվար դեկտեմբերին ասում փող չկա։ Ուղդրուկ փողը գոյացա որտեղ է գոյաց։ Որ բարձրացել այ մեջ չկա։ Ինչի։ Այնքան թանկացել ա եղածը որ դու բարձրանալ է հեչ բանա։ Հենց որ ուզում ես իմ քանս էլ դառնամ, ինչև չեժանանա ոչ մի բանը։ Թոշակը նշանակություն չունի։ 47,000 դրամը ինչ թոշակ է։ Դե ասա, 10 էլ թող բարձրանա։ Դե հետո բան չի ասիչա։ Նորմալ բան անեն, նայեն ժողովրդին, այդ թանկությունները, այդ ինչա միսը, ինչա Իրանի ներկայացում 5,000 դրամ դարեք, կամ այս ստից ձուն, որ կոտրում ես լխկած, այդ 70-80, դա բան չի էլի, մեր ղեկավարությունը պետք է դրան նայի, ոչ թե թոշակի բարձրացնելուն, դա եղած չեղածի հաշիվա։ Ինչի հիմա բարձրացրեց գալիք ընտրության հետ կապ ուներ։ Ես ինչ գիտեմ, երևի էլի, մինչև մի լավ բան չանեն իրանք, չեն սպասի ոչ մի բանի, բայց դե դա կապ չունի ընտրության հետ, մենք մեր ուղեղն ունենք, մեր ամեն ինչը հասկանում ենք, ինչ-ինչոց է։ Երկրում ես, հետո դա ինչ է։ Այսինքն գներն ենքան թանկ են, այդ չի բավարար։ Մերակե չէ, տամոր գներն է թանկացել։ Դե շատ դժգոհ ենք այս կառավարությունից, այս ղեկավարությունից։ Ինչի հիմա բարձրացրեց գալիք ընտրության հետ կապ ուներ։ Այո, ընտրակաշառքը։ Հույսով որ թոշակառուները կտա եւ շատերը կտա, մանավանդ Վանաձորում։ Դա չեն հասկանում, ինչա կատարվում։ Իմ մտածածով այո։ Ինչ ա ուզում ասի։ Չգիտեմ։ Իրա գլուխը շատ է խառը։ Ոնց մտածում է ձևել շարժվում է, էլի չեմ կարող ճիշտն ասած ասեմ, բայց մտածում եմ որ հա եթե 15 օր առաջ ինքը 20 օր առաջ ասում է որ 10,000-ը ինչ պետք է անեն եւ այլը, հետո պայտակ հիշում է որ դեմը ընտրություն կա ու բարձրացնում է։ Դե մի ով ոնց կհասկանա։ Իմ մտածածով այդ ձևը։ Չի բարձրացրել։
այդ վարչապետը սողում է թոշակառուների առաջ այդ 10,000-ի համար, որ իրան ընտրեն։ Եթե ավելացրել են, մյուս կողմից էլ լրիվ մթերքա թանկացրել ամեն ինչը։ Ես ջան մի խոսացնի կարող է ուրիշ բան ասել։ Չէ, ուրիշ բան պետք չի։ Եթերային բաներ պետք է ասեն, բայց դե Եթերային չէ կարա։ Այն ասել։ Լավ, ինչ հիմա բարձրացնել։ Այնքան բան ունեմ ասելու, բայց եթերային չի։ Գնա։ Գալի կտրության հետ կապ ունես թոշակի բարձրացումը։ Դու չգիտես։ Չգիտես դու։ Դե չգիտեմ, էլի որ հարցնում եմ։ 8 տարի մի անգամ բարձրացրեց ոչ մի։ 10,000 ստացել եք։ Այո։ Գոհեք։ Ոչ, Ինչու։ որտով ահավոր գներին։ Մենք որ այդ 10,000-ի աճուկը չզգացին։ Հլա դեռ չբացացած արդեն գները թվում էին։ Եթե ձուն պետական ձուն 100 դրաման չմասին խոսենք։ Բայց չէ հիմա բարձրացրեց գալի կտրության հետ կապ ունի։ Իհարկե։ Բանիկոլի բանց ոգևոր են։ Չտեսակ Եվրոպայից եկան մեկը մի լեզուն չբացեց ու բան ասեն, գերիներն ենք, ասեն, այս մարդիկ իրանց տունը տեղահարստությունը թողել են, ոչ մեկը վերաները բոլորը ջուր էին լսել, Ռուսաստանն էին քարկոցում, գնացեք ձեր երկրներին քարկոցեք։ Իհարկե ուտի, շատ լավ էլ ուտի, թոշակառուներին ուզում է իրա կողմը քաշի, կարողանա մա, թող կարողանա, չի կարողանա ինքը գիտի, մենք այդքան էլ այդ փող ետևի չենք ընկնում, մենք ուզում ենք կարգին, խելքը գլխին պետություն դառնանք, մեր այս երեխեքը, մանտերբուտեր երեխեքը ես վախում եմ, թե վաղը ինչ են դառնալու, որովհետև քեզ ասած մենք մեզ տանում են դեպի թուրքացում։